Ժորժան, ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանս եւ մեր կուսակցությունը կառավարությանը առաջարկում ենք հետեւյալ որոշումը ընդունել։ Որոշում, որում կլինի, որ թոշակառուները բոլորը ստանում են 13-րդ թոշակ նոր տարուց առաջ։ Առանցին էլ մեր թոշակառուները եսիմինչ բարձր թոշակ չեն ստանում, այս գնաճի մեջ հազիվ գոյատևում են եւ արժանի են ումից են պակաս, որ պաշտոնյայից են պակաս ստանալու 13-րդ թոշակը նոր տարուց առաջ։ Եվ այո, պետք է այնքան պահանջատեր լինեն, որ կառավարությունը նման որոշում ընդունի։ Տարին 1, Ժորժան, թոշակառուները պետք է ունենան հնարավորություն անվճար կոնսուլտացիաներ բժշկական ստանալու, ծառայություններից օգտվելու, սրտաբանի եւ ամենակարևոր ուղղություններից օգտվելու բժշկական եւ դա արվի պետության հաշվին։ Ումից է պակաս թոշակառուն, որ պետությունը դա չի անում։ Ամբողջ կյանքում թոշակառուները աշխատել են, պահել են այս պետությունը, հիմա եկել է իրանց տարիքը եւ պետությունն է պարտավոր պահել մեր թոշակառուներին։ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը առաջարկում է կառավարությանը, որպեսզի անվճար դեղորայք, առաջին անհրաժեշտ անվճար դեղորայք տրամադրվի թոշակառուներին, պրոթեզներ, ակնոցներ եւ լսողական ապարատները սուբսիդավորվեն անհրաժեշտության դեպքում բոլոր կարիքավորների, թոշակառուների, ովքեր որ սոցիալապես անապահով են, պետությունը վերցնի այդ սուբսիդիաները իր վրա։ Դրա հնարավորությունը կա, բյուջեում դրա գումարը կա, մենք անհեթեթ բաներ եւ անհնարին բաներ չենք առաջարկում եւ իհարկե պետք է հետեւյալը լինի, որ եթե մարդ չի կարողանում գա պոլիկլինիկա եւ սահմանափակ է իր առողջական հնարավորությունները, պետք է լինի շարժական պոլիկլինիկաներ, այսինքն շարժական այնպիսի ձևաչափ պոլիկլինիկաների, որ բրիգադները բժշկական գան տուն եւ հետազոտեն։ Ժորժան, այն ինչ որ մենք ասում ենք, դա հնարավոր է։ Մենք պետք է այնքան պահանջատեր լինենք, որ կառավարությունը լսի եւ ընդունի այս որոշումները։ Որևէ մեկից թոշակառուն պակաս չի։ Ժորժան, մաքսիմալ տարածեք այս տեսանյութը, որ կառավարության անդամները տեսնեն, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ բաժանորդագրվեք իմեջին։